Վարորդները ինձ դիմել էին, որ կա նմանատիպ անարդարություն, մեր վարորդները on-line պլատֆորմում գործունեություն ծավալող վարորդներ, այսինքն Yandex-ի, Jiji-ի վարորդները մեր, ովքեր երկար ժամանակ բարձրաձայնում են, որ կար կոպիտ իրանց իրավունքների խախտում, կար իրենց նկատմամբ անարդար վերաբերմունք, որ մարդկանց ոնց որ ստրուկի տեղ աշխատացնեն, անթույլատրելի էր, այս անարդարությունների դեմ իրենց պայքարը եւ ես խոսք եմ տվել լինել իրենց կողքին, իրանք ոնց կորոշեն, տենց մենք կշարունակենք։ Ինչ արդյունքներ ենք արձանագրել։ Առաջի օրը, երբ որ մենք որոշեցինք ստորագրություն հավաքել, այդ կարճ ժամանակահատվածում 600-ից ավել ստորագրություն հավաքվեց դրանի վարորդների կողմից։ Դրանից հետո 3 նախարար արձագանքեցին այս պահանջին, էկոնոմիկայի նախարարը, ով փորձեց ասել, որ վարկի խնդիր կլուծի, առողջապահության նախարարը, որ ասեց, որ ինքը պոտենցիալ կարող են դառնալ այդ անվճար օգտվելու բուժօգնություններից, այդ սոցփաթ ապահովագրությունից կարող են օգտվել, որից հետո արդեն մեր հաջորդ քայլով, երբ որ մենք հավաքվեցինք, քննարկում էինք, առողջապահության սոցապ նախարարը հրավիրեց վարորդներին հանդիպման, խոստացավ, որ խնդիրով կզբաղվի ամբողջությամբ եւ արդյունքները կներկայացնի, բայց քանի որ մենք չենք ներկայացրել դեռ օրինական պահանջ, մենք կառավարությանը տարանք մեր կետերը բոլորը ներկայացրեցինք։ Ճիշտ եմ թե չէ։ Ընթացքը ժողովուրդ ջան, ճիշտ եմ, չէ ներկայացնում։ Ու տեսեք, ես այս հարթության մեջ հայտնվել եմ մի պատճառով, որովհետեւ վարորդները իրենք որոշել են, որ գամ իրենց խնդիրը բարձրաձայնեմ, ես հարկ եմ համարել, որ գամ լինեմ իրենց կողքին որպես հանրային մարդ եւ իրենց ձայնը բարձրացնեմ ու նաեւ ճիշտ ձևակերպումները այդ բոլորի տամ։ Իսկ մինչ այդ մեր վարորդների իրավունքների մասին ոչ մեկ չէր խոսում։ Ոչ մեկ չէր խոսում։ Եվ այսօր մենք տարանք կառավարություն մուտք արեցինք մեր պահանջները։ Դրանից հետո կար պահանջ, որը որ ուղիղ այս պարագայում, քանի որ շուկայի գերիշխողը դա Yandex-ն է, մենք եկել ենք Yandex-ի մոտ, ունենք պահանջներ, սկսած տեխնիկականից, վերջացած բարոյականից, որ Yandex-ը պարտավոր է լսել, պարտավոր է այս պարագայում, այս on-line տիրույթում գործող այս պլատֆորմների տերերը, որ ասեմ, կամ այդ ընկերությունները կամ մարդկանց իրավունքները տոտալ խախտում են, տոտալ ամբողջությամբ խախտում են։ Ես նաև կուզենամ պատասխանել երեք սոցապ նախարարը, որ անդրադառնում էր, թե ինչ-որ մեկը քաղաքական հայտ է ներկայացնում, ինձ էր ուզում անդրադառնալ, շատ ուղիղ ասում եմ, Թորոսյան Արսեն, միշտ նախարար դառնալդ, երևի այն կիսատ ծառայության ժամանակ ինչ-որ դառը հուշեր ես ունեցել, ու մոտդ ինչ-որ մի բան խախտվել է։ Շատ ուղիղ եմ ասում, Գարդասիլի բանով տառապող, գովերքող տառապող, ճանաչի քու չափը։ Ես եթե եկե կանգնել եմ վարորդների կողմ, մի նպատակ եմ ունեցել, ընդամենը մեկ նպատակ, ծառայել այս մարդկանց, որ պահին վարորդները կասեն անելիք չունես, ես տեղ անելիք չունեմ։ Մինչև այդ ամբողջ ԿՊ-ն երկրի իշխանություն է, ես մարդկանց խնդրի չեք խոսում։ Քիչ էիք խոսում, որ պահին իրանք ուզենան ասել, որ մեստով դու անելիք չունես, այդ պահին ես կգնամ։ Իմ միակ խնդիրը այս մարդկանց իրավունքները վերականգնելն է։ Ամբողջությամբ այս մարդկանց իրավունքները ոտնահարված է ու պիտի վերականգնվի։ Դրան ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Մի ընտանիք, որտեղ 100,000 մարդ կա, այդ մարդկանց իրավունքները պետք չի ոտնահարել ու ոչ մեկ չփորձի գա ոտի տակ ընկնի այս պարագայում։ Այս մարդկանց իրավունքները պիտի վերականգնվի ու վերջ։